Այնինչ տեսնում եք ձեր էկրաններին հատուկ օպերացիա չէ։ Սա քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների պատրաստվածության ամփոփիչ ցուցադրությունն է առավելագույնս մոտեցված իրական պայմաններին։ Իրավիճակները սիմուլացվել են հաշվի առնելով իրական աշխատանքի հնարավոր բարդությունները։ Ամեն շարժում, ամեն արձագանք հաշվարկված է։ Ամեն վայրկյանն էլ կարող է որոշիչ լինել, ինչպես իրական կյանքում։ Ծառայողների պատրաստվածության մակարդակը ստուգվում ու կատարելագործվում է այսպիսի իրական պայմաններում, որի համար Հայաստան էր ժամանել Միացյալ Նահանգների Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա ազգությամբ հայ Լազար Սիրոյանը։ Նա Հայաստան էր եկել կիսվելու իր երկարամյա փորձով եւ գիտելիքներով, ներկայացնելով զինված հանցագործությունների վնասազերծման լավագույն մեթոդները ինչպես ավտոտրանսպորտային միջոցներում, այնպես էլ շենքշինություններում։ Դասընթացների շրջանակում ընդգրկվել էին նաև տակտիկական բժշկության եւ կրակային պատրաստականության տարրերը։ Աշխատանքի հիմքում դրված են կոնցեպտներ եւ պրինցիպներ, որ անկախ նրանից թե միջավայրը որն է, այդ կոնցեպտները, պրինցիպները աշխատում են եւ ինչը հնարավորություն տալիս ավելի պարզեցված ձևով, ավելի կոնտրոլով, ավելի ապահով կերպով կատարեն իրենց աշխատանքը։ Լազար Սիրոյանն ավելի քան համոզված է, որ փորձի նմանօրինակ փոխանակումները կարևոր դեր ունեն մասնագիտական կարողությունների զարգացման գործում, ընդգծելով, որ միջազգային լավագույն փորձի փոխանցումը նպաստում է ներքին անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Սա ոչ միայն հմտությունների, այլև հոգեբանական տեսանկյունից պատրաստվածության մի նոր փորձառություն է, որ անփոխարինելի է ծառայողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու գործում։ Որպես հրահանգիչ հանդիպել եմ շատ անգամ նամանավանդ շատ փորձ ունեցող ուրիշ ոստիկանական ստորաբաժանումներին, որ բավականին դժվար է լինում կոտրել այդ սառույցը, որ նոր ինչ-որ բան սովորեցնեն։ Տենց խոսքը ասում են մեր ստրուկտուրայում երկու բան չեն սիրում ոստիկանները՝ այն ինչ-որ կա ու փոփոխությունները։ Բայց միանշանակ երկու պարագայում էլ փոփոխությունները կարևոր են, որովհետև դինամիկա կա զարգացման, թե նոր միջոցներ են ձեռնարկում հանցագործները, ընդհանուր ոլորտը փոխվում է, մենք էլ հնարավորինս պետք է ադապտացվենք այդ ոլորտին։ Ավելի քան 10 օր տևած ցուցադրական գործնական պարապմունքին օպերատիվ արձագանքման վարչության ծառայողները կրկին ապացուցեցին, որ իրական նվիրվածությունը չի չափվում միայն տեխնիկական միջոցներով, երբ իրավիճակն է պահանջում, նրանք գործի են անցնում վճռականությամբ ու պրոֆեսիոնալիզմով, որը գերազանցում է նույնիսկ ամենաբարձր սպասելիքները։ Նրանք լուծում են խնդիրներ այնտեղ, որտեղ թվում է գործի դնելու միջոցներ պարզապես չկան։ Ճշգրիտ հաշվարկ, համարձակություն եւ համագործակցման բացառիկ կարողություններ։ Սրանք օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանների համար իրենց արժև դրված խնդիրները լուծելու համահավաք բանաձևն է։ Այս բանաձևը Լազար Սիրոյանն իր հետ կտանի Միացյալ Նահանգներ, որպես հրահանգիչ կիրառելու նաև Միացյալ Նահանգներում։ Եթե որպես հրահանգիչ ես սովորեցնելու ընթացքում ոչ մի բան չեմ սովորել, ուրեմն իմ արած աշխատանքը վատնված է, անիմաստ է։ Այս պարագայում կարող եմ ասել միանշանակ տղաներից սովորել եմ, տեսել եմ եւ ընկալել եմ թիմային աշխատանքը, տեսել եմ նոր բաներ, որոնք որ իրանք իրենց միջավայրում անում են եւ շատ էֆեկտիվ է, եւ փորձել ենք այդ նոր հնարքները հնարավորինս ադապտացնենք այն միջավայրին, որտեղ տղաներն են աշխատում։ Ոչ մի բան սև ու սպիտակ չի լինում։ Միանշանակ դա շատ հետաքրքիր մի փորձ էր, որը ես այստեղից ինձ հետ կվերցնեմ ու կփորձեմ նաեւ իմ հրահանգիչի աշխատանքի մեջ նաեւ կիրառեմ Միացյալ Նահանգներում։ Լինել օպերատիվ արձագանքման վարչության ծառայող նշանակում է գերազանց տիրապետել մարտավարական հնարքներին, ունենալ առանձնահատուկ հատկանիշներ։ Օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների պատրաստվածության մակարդակը գնահատել գերազանց բառով չափազանց համեստ կլինի։ Նրանք արդեն անցել են այդ սահմանը։ Նրանք ապացուցեցին, որ իսկական պրոֆեսիոնալիզմը սկիզբ է առնում ոչ թե այն պահից, երբ ամեն բան ձեռքի տակ է, այլ այն պահից, երբ նույնիսկ սուղ պայմաններում գործում ես հստակ, վստահ եւ արդյունավետ։ Բարձր պրոֆեսիոնալիզմը սկսվում է կրթությամբ ու փորձով, իսկ այսօրվա արդյունքները դրա լավագույն վկայությունն են, ինչի կապակցությամբ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պարգևատրեց Լազար Սիրոյանին ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը ցուցաբերած գործուն աջակցության եւ մասնագիտական ներդրման համար։ Այս պարգևատրումը ոչ միայն շնորհակալության ժեստ էր, այլ նաև հստակ ուղերձ։ Ներքին գործերի նախարարությունը բաց է համագործակցության համար եւ պատրաստ կիրառելու ամենաարդյունավետ միջազգային փորձը հանուն հայրենիքի անվտանգության։